Այսպես ուրեմն, ընդհուր եւ ընծուր անցնելով Հայաստանը կոչվեց անկախ պետական գոյության։ Սա էր 1918 թվականի մայիսի 28-ին պատմական հերոսության փառապած հաղթանակի արդյունքը։ Մոտ 600 տարվա դադարից հետո հայ ժողովուրդը աշխարհին հռչակեց հազարամյակների ազգային երազանքի իրականացման մասին։ Անկախ Հայաստանի Հանրապետությունը արդեն փաստ էր։ Ցեղասպանությունից ընդամենը մի քանի տարի անց փլուզվող աշխարհում թուրքերը հարձակվելով արդեն արևելյան Հայաստանի մնացած հատվածի վրա սպառնում են հայ ժողովրդի կատարյալ բնաջնջմանը։ Սակայն այդ տարիներին Դաշնակցության դրոշի տակ Արամ Մանուկյանը, Դերաստամատ Կանայանը, Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյանը, Նիկոլ Աղբալյանը եւ այլ նվիրյալներ առաջնորդեցին հայ ժողովրդին եւ դժվար պայքարի արդյունքում կերտեցին հայոց պետականությունը։ Մենք արդեն որպես ազգային եւ քաղաքական միավորում էինք հանդես գալիս։ Իհարկե, ամեն ինչ իդեալական չէր, բայց այս պատմական նվաճումից հետո Հայաստանում ստեղծվեցին պետական ինստիտուտներ, համալսարաններ, կրթական համակարգեր, ժողովրդավար մշակույթ եւ ընդունեցին մինչեւ այսօր կիրառվող ազգային խորհրդանշանները, ինչպես եռագույնը, հիմնը եւ զինանշանը։ Եվ առհասարակ, այսօր մեր ճգնաղ Հայաստանը Սարդարապատում տարած հաղթանակի ուղիղ ժառանգն է։ Փառք Մայիսյան հերոսամարտերին, որը հիմք դրեց հայոց պետականության վերականգնմանը եւ հայ ազգի հավերժ զարգացմանը։ Շնորհավոր անկախության օր։